բաց։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս գրքի լույս աշխարհ գալու կապակցությամբ, որովհետև ամեն այս շարքի ամեն գիրքը դա շատ մեծ երկարատև եւ թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ բոլորը ունեն իրենց շատ մեծ ներդրումը։ Հայացք մատնաշարը սկսվեց ճոճանակ գրքից, որը բավական էքսպերիմենտալ եւ այդպիսի համարձակ փորձեր հենց ինչպես պարոն Մինասյանն նշեց, հարցազրույցի կամ զրույցի ձևով անդրադառնալ արցախյան հակամարտության այդ ամբողջ կարելի ասել պատմությանը, բայց ոչ թե հիմնականում հենց պատմագրական տեսանկյունից, այլ պրոցեսները, դրանց պատճառները, ընկալումները վերլուծելու տեսանկյունից, եւ գաղափարն էլ ծնվեց հենց այնտեղից, որ գուցե դա լինի հենց զրույց, որպեսզի ընթերցողն էլ իրեն ընկալի որպես այդ զրույցի մի մաս եւ դրանով այդ ամբողջ թե տեղեկատվությունը, թե վերլուծական մոտեցումները ավելի անմիջական, ավելի հեշտ ընկալելի եւ ավելի գրավիչ լինեն ընթերցողի համար։ Երբ որ անում էինք ճոճանակը, արդեն այդ ժամանակ կար ընկալումն ու գիտակցումը, որ դա չի լինի միակ գիրքը, այդ թվում, որովհետև պարոն Բեկարյանը տարիներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ սերունդներ է կրթել դասախոսությունների միջոցով, տարբեր հարթակներում ունեցած զրույցների միջոցով եւ ակնհայտ էր, որ պետք է փորձ անենք ամփոփել այդ բոլոր ուղղություններով վերլուծությունները, այդ տեղեկատվությունը, որպեսզի դա լինի մի շարք, որը հնարավորություն կտա մարդուն ձեռքը վերցնելով այդ գիրքը ստանալ Հայաստանի նորանկախ շրջանի արտաքին քաղաքականության ամբողջական եւ ամփոփ պատկերը։ Ինչպես ճիշտ նշեց պարոն Մինասյանը, հատկապես նորանկախ շրջանի սերունդը, այդ թվում նաև ես, ունեինք այդ խնդիրը, որ մենք կարծես ապրում ենք այդ ժամանակներում, բայց պատմության մասին մենք կարդում ենք դասագրքերից, իսկ այսօրվա եւ այդ տարիների ընթացքում, որում մենք արդեն կանք եւ ապրում ենք, այդ ամենը ամփոփ, համապարփակ եւ ինչ-որ չափով նաեւ օբյեկտիվ ոչ մի տեղից այդ տեղեկատվությունը վերցնել չենք կարող։ Եվ այս գրքերը կարծում եմ առաջին հերթին հենց այդ նշանակությունը ունեն, որ այդ ոլորտով հետաքրքրվող անձանց տալիս են հնարավորություն ամփոփ եւ դրա հետ մեկտեղ ոչ ակադեմիական, ոչ բարդ լեզվով ստանալ տեղեկատվություն, վերլուծություն այն բոլոր գործընթացների, որոնք որ տեղի են ունեցել Հայաստանի հետ նորանկախ շրջանում եւ փորձ են արել այդ թվում այդ զրույցի հիմքում դրվել է այն, որ չլինենք միայն մի քաղաքական գծի մեջ, այսպես ասած, մաքսիմալ համահունչ, այլ նույն հարցադրումների միջոցով բարձրացնել այն հարցերը, որոնք ուզում են հանրությանը, որոնք ուզում են հանրության տարբեր շրջանակներին, որոնք շրջանառվում են մամուլում եւ տալ դրանց բացատրությունը, դրանց մեկնաբանությունը, որպեսզի ընթերցողի մոտ էլ պրոցեսների մասին լինի ամփոփ պատկերացում։ Աշխարհաքաղաքական գրավիտացիան ինչ որ իմաստով ճոճանակի ձեռագրի կրողն էր, բայց բովանդակային տեսանկյունից խոշորացույց գրքի շարունակությունն է տրամաբանական, որովհետև խոշորացույցը եթե անդրադառնում էր մեր անմիջական հարևաններին եւ Հելինեն ու պարոն Բեկանը փորձել էին ամփոփել այդ ուղղություններից յուրաքանչյուրի պատմությունը նորանկախ շրջանում եւ տալ տեսլականը, թե ինչպես պետք է այդ ուղղություններով զարգանան հարաբերությունները, աշխարհաքաղաքական գրավիտացիան ավելի լայն ուժային կենտրոնների հետ հարաբերություններին է անդրադառնում։ Սակայն երբ որ այդ որոշումը կայացվեց, նաև հասկացանք, որ այստեղ չենք կարող առաջնորդվել միայն երկկողմ հարաբերությունների տրամաբանությամբ, որովհետև որպեսզի հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն այդ ուղղություններից յուրաքանչյուրով Հայաստանի քաղաքականությունն ու հարաբերությունները, պետք է նախ հասկանանք, թե այդ ուժային կենտրոնը ինքը ինչ տրամաբանությամբ եւ ինչ փիլիսոփայությամբ է կառուցում իր արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները, այդ թվում մեր տարածաշրջանի եւ մեր երկրի հետ։ Եվ ամեն ուժային կենտրոնի հետ զրույցը կառուցվել է հենց այդ տրամաբանությամբ։ Այսինքն փորձել ենք հասկանալ այդ ուժային կենտրոնը, փորձել ենք հասկանալ մեր ռեգիոնի հետ նրա գերակայությունները, փորձել ենք հասկանալ այդ թվում ուժային կենտրոնների միջև հարաբերությունների տրամաբանությունը եւ արդեն գալ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների։
Կարծում եմ այս գրքի ամենակարևոր մասը առաջին հերթին հենց տեսլականներն են, որոնցում պարոն Բեքանը փորձել է ներկայացնել, թե վաղը ինչպիսին պիտի լինեն Հայաստանի հարաբերությունները այդ ուղղություններից յուրաքանչյուրի հետ, որպեսզի Հայաստանը որպես քաղաքական գործընթացների իրական դերակատար իր ազգային եւ պետական շահերի հիման վրա կարողանա կառուցել հարաբերություններ եւ պաշտպանել մեր ազգային պետական շահերը։ Սա կարծում եմ շատ կարևոր է եւ կարևոր է արդեն ոչ միայն սովորական ուսումնասիրողի, այլ նաեւ այն քաղաքական գործիչների համար, որոնք որ պետք է կառուցեն այդ վաղվա Հայաստանի ապագան։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այս process-ի մաս լինելու հնարավորության համար, որովհետև սա իսկապես մեծ եւ պատիվ եւ պատասխանատվություն է։ Եվ ես ինքս ներգրավելով այս process-ում, ինչպես պարոն Մինասյանը նշեց, ես երևի արդեն 17 տարի կլինի հեսա աշխատում եմ պարոն Բեքարյանի հետ, բայց նույնիսկ այս process-ում միևնույնն է բացահայտվում էին իմ համար այնպիսի էլեմենտներ, որոնց այդ ասպեկտով չէինք անդրադարձել, այդ կոնտեքստում չէինք նայել եւ ինքս էլ բավական հետաքրքիր նոր մտածելու տեղ եմ ստացել եւ կարծում եմ յուրաքանչյուր ընթերցող էլ կկարողանա իր համար այդ հետաքրքիր եւ նոր էլեմենտը քաղել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել։ Շնորհակալ եմ, Անդյան։